սեղմում է եւ ինչ է։ Ըստ իմ իմացածի ասեմ, որովհետև պիտի ստուգվի դա, բայց գիտեմ, որ ճիշտ է, չպնդեմ։ Ուրեմն եկեղեցու կանոնադրությամբ, կանոնակարգով, ըստ էության Գարեգին ուզուրպատորը այսօրվանից այլևս կաթողիկոս չի, ոչ միայն վարչապետի ասած տեսակետով, այլ ենթադրենք կուսակրոներ եւ այլն ու կույսեր, ամեն ինչով էր կույս։ Ուրեմն ասեմ ինչու կաթողիկոս չի, ըստ իմ իմացած կանոնադրության, որ կարծում եմ ճիշտ է, բայց չպնդեմ։ Ուրեմն եթե 9 արքեպիսկոպոս, եպիսկոպոս ստորագրությամբ պահանջում են հայոց հայրապետի հրաժարական, նա արդեն հրաժարական պիտի տա, էլ բազար չկա։ Եվ այդ 9 իրավունք ունեն նոր կաթողիկոս կամ տեղապահ նշանակեն, ընտրեն։ Հիմա այս թվում խոսքը բանին է լինելու։ Եվ վերջ, եթե իմ իմացածը ճիշտ է կանոնագիրը, իսկ դա հոգևորական է ասում, վերջը, ուրեմն այդ հարցը փակվել, վերջացել է։ Հիմա, որովհետև ես լավ չեմ հիշում, 11 թե 12 հոգի էին, որ պահանջել էին հրաժարական։ Դրանցից մի քանիսը չեն ստորագրել, բայց 9 ստորագրել են, 9։ Եվ վերջ, եթե շարունակի այդ 9 հոգին ըստ կանոնագրի իրավունք ունեն եւ պարտավոր են դիմելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որպեսզի նա վեհարանն ազատի։ Խոսքը ուզուրպատորին դուրս բերելու մասին ու վերջ, այդ իմաստով հարցը փակված է։ Ինձ թվում է իրենք թվի վրա են խաղում։ Ես Facebook-ում մի բան տեսա, մի նյութ էր գծած, պարզվում է, բայց դա սուտ է, 8 հոգի են ստորագրել։ Ուրեմն այդտեղից իմ ասածը ճիշտ է, ինչու որտեվ մեկի պարագայով երևի մեկին ճնշում են, խնդրում են կամ ստորագրությունը չեն հաստատում, ինչ-որ բան, էլի, եւ փորձում են դրանով լուծել այդ հարցը։ Ուրեմն բայց դա անիմաստ զբաղմունք է իրենց համար, որտեւ եթե 9 ստորագրել են, վերջացած է, որտեւ կանոնագիրը մենակ իրենք չէ որ գիտեն, ուրեմն անողները գիտեն։ Երկրորդ մաս ենթադրենք դա չի, այդ մեկը հաստատ է, բայց ենթադրենք դա չի, ինքը վաղուց բարոյական իմաստով հայոց հայրապետ չի, ինչ որ է շարժումը սկսվել է, որովհետև մի հարց կա, եթե նայում ենք ովքեր են իրեն պաշտպանում, ավելի լավ է դրանք չպաշտպանեն, հիմա դեպքները նայեք, մեկը գանձագող, չէ՞, պետական պաշտոնյա գանձագող, մյուսը նախկին կագեբեշնիկ, մյուս աթեիստ, տեսեք դեմքները, և բացի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը մեր, որևէ կուսակցություն երբևէ չի հայտարարել, չի կարող, որ ինքը հատուկ հարգանք ունի դեպի եկեղեցին։ Իհարկե մենք կրոնական չենք, բայց աշխարհի բոլոր երկրներում ՔՏՄ-ները, այդպես են ասում, եկեղեցու հետ զուգահեռ են։ Կրոնական չեն, կղերական չեն, բայց պետք է այդպիսի կուսակցություն Հայաստանում չկա, այս անհատների մասին տեսնում ենք։ Եվ կարևորը, եւ ինքը շատ մեծ սխալ արեց, երբ որ իրեն շրջապատեց դրանցով։ Բողոքովներն ովքեր են, այդ որ ասում Հասան Գերետովը, ասեմ դու ով ես, ոնց կարող է նախկին ԿԳԲ-ի շեֆը, որը պարտադիր սովետական նոմենկլատուրայով սրիկա պիտի լիներ, գող պիտի լիներ, աթեիստ պիտի լիներ, ստուգված է, չէ, դրանց ամեն մեկի կուսությունը 1000 անգամ վերցրած է։ Հիմա սա եկեղեցու եւ սրբապիկ ձևով ասենք ասում է հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի, բաղձություն է անում։ Եվ շարքը կարող եք շարունակեք, օրինակներ չասեմ, որ հարց փակված է։ Ուղղակի մեր երկրի համար լավ չի այս ձգձգումը, բայց այսպես հիմա այդպես է ստացվել, մենք պետականաշինության հարցում չենք վերաբերում, մենք մեր պետության հանդեպ շատ, ինչ ասեմ, ապերախտ ենք, դա թույլ կայացող ժողովրդավարություն է, դարերով, որ չի եղել բացի հանրապետություն, մենք պետք է սրբության սրբոցի վերպես վերաբերվեինք, բայց այս ավազակները սրբության սրբոցով կողոպտել են, այդ պետություն անվանարկել են
Քանի դրանք պետությունից կխոսեն, այնքան պետության վարկը կգնի։ Բայց դա ժամանակավոր է կանցնի եւ ձեզ հետ միասին մենք այդ բոլորը կվերականգնենք։ Այսօր հարցը փակված է։ Չի լինի, հիմա վարչապետը հայտարարեց, որ Սուրբ Սարգիսու մեջ է։ Դե Սուրբ Սարգիսն ինչ է, դա կաթողիկոսի հենարան կետերից մեկն էր, հիմնական ամրոցներից մեկը պատարակով ջրվում գնում է, հաջորդը կարծում եմ, ենթադրում եմ, եթե չեղավ, բանում կանի, Էջմիածնում կանի, որտեղ ես էլ կգնամ արդեն, եւ շատերը կգնան էլ, հարց կփակվի, հարց փակված է, ուղղակի իրենք այնքան խելամիտ չեն, ընդհանրապես ես վերևում գտնվող, չեմ ասում վերնախավ, որտեղ էլիտան կամ վերնախավ բարոյական արժեք ունի, սրանց բարոյական արժեքն ինչ է, ինչ պեղծություն ասես վերեկը կա, բացի նաև որ օտարպետության լրտես են ասում ձեն չեն անում, չի հերքում, չես մարդ, չի հերքում, եւ այսպես ուրեմն մնացածը ժամանակի հարց է։ Իբր թե հայության մեջ ինքը շարժում է մի բան, եկեղեցին ավելի բարձր է, որտեղ դա համահայկական է, պետությունն ավելի դա անհետեթություն է, որտեղ ժամանակին ես հրապարակեցի նաև մեր եկեղեցու ծննդի պահին մեր հանճարեղ արքաներից մեկի Տրթատ երրորդի ուրեմն մտաղացումը Գրիգոր Լուսավորիչի հետ ինչ է եղել հիերարխիան այն ժամանակից սահմանած է բայց իրենք քանի որ այս մարդը ոչ հոգևորական է ոչ պատմություն գիտի եւ շատերը խաբարել չեն այդ Ռուսաստանից կլիշեներ կան, շտամներ կան, իրենց սովորած տեղեր, որ հակահայ տեղեր են եւ այլն։ Ուրեմն դրա համար ինչ արեց Տրթատ երրորդը։ Տրթատ երրորդը ուրեմն ժողով գումարեց եպիսկոպոսած։ Ժողովին ինքը առաջադրեց տեխնատություն Գրիգոր Լուսավորիչի եւ ասեց ընտրեք եւ ընտրեցին։ Սա ինչ է նշանակում։ Սա արքայիկ էս բանի կանոնագրքի եթե մեջ իրավունքի մեջ տեղավորենք, հա, այդ նշանակում է որ պետության մեջ կա պետության գլուխ թագավորն է կամ արքան է, որի կողքը կա միաշճաներ եւ հիերարխիկ կաթողիկոսը կամ հայոց հայրապետը։ Այսինքն տեղը ցույց տվեց եւ Գրիգոր Լուսավորիչը չէր կարող հակառակը պահանջել դա հնարավոր բան չէր երկրորդը նրա ինքը ընտրվել է նրա առաջարկով ժողովում դեմոկրատական որ ասում են երկրորդ մասը կա ասում են որ դե կա գրականության մեջ որ երբ որ Տրթատ մեծը իր արքայական գահին էր բազմում ընդ որում այդ ժամանակ հայկական լեռնաշխարհը Հայաստան որպես պետություն էր, ես այդ դեպքերից է, որ մեր բացի 4-րդ հայքը կարծեմ, որ մեջը չէր, ուրեմն ինք իր կողքին մի բան էր դնում, ուրեմն այդ բազգաթոռ էլի, որ ինքն էր գահ, երկրորդ գահը եւ հրավիրում էր Գրիգոր Լուսավորիչին, որ նստի գահին, այսինքն տեղն էր ցույց տալիս եւ իր հետ էր բաղում, այս հիերարխիան այս մարդ խախտել է, դրա համար իրեն պատիժ է հասնում, օրենքի դեմ գնալու կան, հիմա սա մի բլոկ է, ինչու չի գնում, ես կարծում եմ ինքը ուրիշ խնդիրներ ունի, այդ կին ունենալ, պղծություն, ինչ որ ասում են դե դա արդեն այնքան է ասվել անիմաստ է ինքն էլ որևէ հերքում չի տվել որ ասես կամ հիմա երկրորդ մասը կա մեզ համար խիստ կարևոր է եկեղեցու վերագաղնումը վարչապետը շատ լավ ասեց իշքան եմ ասել որ մեզ մեր եկեղեցին հավատի վերագաղնման բարոյական արժեքների եւ 4-րդ հանրապետությանը խիստ անհրաժեշտ է դրանք, որ պետությունը վերականգնենք։ Այդ ճանապարհով գնացել է Հիտլերից հետո Գերմանիան, այդ ճանապարհով գնացել է Հարավային Կորեան, երբ որ Կիմ Դե Ջուն եղավ բանը, այդ ճանապարհով կրոնը որ օգնեց վերականգնել աշխարհայացք իմաստով երկիրը Թայվանը, Չիփերի հայտնի երկիրը, եւ այսպես բոլոր հաջողակ երկրները հիմա մենք գնում ենք իրենց փորձի ճանապարհով, հիմա հուշել են թե չէ, հուշող չկա, բայց կյանքը պարտադրում է։ Ուրեմն մութ հարցեր շատ կան։ Երկու հարց կա, որից առաջինն եմ հանրապետությունում բաշխացրել, հիմա նորից կրկնում եմ։ Ինքը պիտի հետաքննչական մարմիններին բացատրի, թե ինչու ուրեմն Լավրովի պլանով Արցախը Ադրբեջանին հանձնած պետության ղեկավարի շքանշանը ընդունեց
Պուտինը եւ ընդ որում Ռուսաստանի դեսպանատանը, որ ծառայության համար մենք պարտվել ենք եւ ով որ ապուշ չի գիտի որ դա Ռուսաստանն արել եւ Պուտինը հայտարարեց չէ որ դա Ադրբեջանը եւ այլն ինչու ստացավ ինչ ծառայության դիմաց մեկ երկրորդը սրան Ծառուկյան Գագիկի հետը տարավ հիշում եք Մինսկ հարցը դրել եմ եւ քաղաքագետ այդ հարցը չի կարող չդրնել այնտեղ ինքը հանդիպել է ռուսական գաղտնի ծառայության աշխատակիցների հետ թե չէ Լուկաշենկոյի ցերահանգներ որպես Պուտինի ներկա չստացել է թե չէ ես հարցերը պետք է բարձվի երկրորդ բլոկ օտար պետության հարց է սա երրորդ հարցը կա ընտրությունը իրաք գիտենք չէ ինչ ասես պատմում են Վազգեն Սարգսյանը բերեց Վազգեն Սարգսյանը տարավ սպանություն ընտրություն եղավ այնտեղ ասում են 20 միլիոն դոլարի պատմություն կա ինքն է տվել Վազգեն Սարգսյանին չի տվել ես այստեղ ոչ դա հաստատում եմ ոչ ժխտում եմ բայց հանրային ձևով պահանջում ենք որ երևի ձեզ հետ միասին բոլորով որ այստեղ բարձրություն է պետք որտեղ դա մարդկանց անուններ են դա պատմության համար է այդ գումարները եղել են չեն եղել ինչու է կապում եթե չեն եղել ինչ է Վազգեն Սարգսյանի անվան հետ ինչ է կապում եւ այլն այսպես այսինքն հազար հարցեր կան դրա համար դիմադրում է բայց դա չի խորքը հայկական հին միամտությունն է եւ տգիտությունը բացարձակ դա վերնախավ կոչվածի տգիտությունն է դե Ռուսաստանի դեմ խաղ չկա եթե Պուտինն այսինքն ինքը պետության Ռուսաստանի պետության ներքին գործերին Ռուսաստանի միջամտություն է հայցում մինչև հիմա են գիտի թե Պուտինը պետք է սպեցնազ իջեցնի եւ պետության կառավարման ձևը փոխի բան եւ այլն է կարողանալ կանել էլի հասկանում եք Մարիա Զախարովայից բացի Պուտինը հիմա ոչ մի բանով չի արձագանքի որովհետեւ մեկը լինի Պուտին փրկի Ուկրաինայի դաշտերում ուր մնաց Պուտինը պետք է իրեն փրկի այսինքն պետություն հրահրում է պատերազմ Ես ինչ-որ Քոչարյան Ռոբերտի ցանկությունն է Սերժ Սարգսյանի գողապետության այս բանն է կառավարչական խումբն է սրանք հրահրում են պատերազմ Հայաստանի Հանրապետության դեմ որը պիտի աներ Ադրբեջանը բայց Ադրբեջանում Թրամփի հետ հանդիպումից հետո լավ հասկացել է որ Հայաստանի հետ գործ չունեք երկրորդ մասը կա Հայաստանի բանակը քիչ շատ վերականգնվել է եւ պետությունը կայունացել է աղբանոց է մնացած